Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, բարի գալուստ իմ խոհանոց, շնորհակալություն ակտիվության ջերմ խոսքերի համար։ Սիրելիներս, այսօր ես ձեզ համար բերել եմ հապալասի միջուկով, վանիլ կրեմով այս բիսկվիտի բաղադրատոմսը։ Այն շատ հեշտ է և պատրաստվում և շատ արագ։ Իսկ համի մասին, որպեսզի համոզվեք, թե որքան համեղ է, պետք է անպայման փորձեք պատրաստել։ Նայեք, թե ինչպիսի հրաշալի տեսք ունի, ախորժալի տեսք ունի կտրված վիճակում մեր այս խմորեղենը։ Շատ անուշաբույր տարածվել է ամբողջ խոհանոցով մեկ։ Սիրելիներս, խմորեղենը պատրաստելու համար անհրաժեշտ է շաքարավազ, ձու, հալած կարագ, կաթ մի փոքր գոլ վիճակում, փխրեցուցիչ, վանիլ և ալյուր, մի փոքր աղ։ Նախապես ձուն և շաքարավազը, ձուն առանձնացրել եմ, շաքարավազը խառնել, պետք է հարեմ հարիչի օգնությամբ, այնքան մինչև ստացվի սպիտակ զանգված և ծավալը մեկ անգամ ավելացած։ Հիմա արդեն ժամանակն է ավելացնեմ հեղուկ բաղադրիչները, կաթը և հալած կարագը։ Մի փոքր խառնում եմ նորից, հետո ավելացնում եմ արդեն չոր բաղադրիչները, ալյուրին խառնում եմ փխրեցուցիչը, վանիլը, մաղով անց եմ կացնում, գդալի օգնությամբ մի փոքր խառնում եմ, նոր արդեն դնում եմ նորից հարիչի օգնությամբ 1-2 պտույտ կատարելու։ Մեր խմորը արդեն պատրաստ է, տեղափոխում եմ նախապես յուղապատ այս տապակի մեջ, տեղափոխելուց հետո հարթեցնում եմ և նախապես պատրաստել եմ կես չափաբաժնով վանիլ կրեմ, վանիլ կրեմով այսպիսի օղակներ եմ անում, չափաբաժինը և բաղադրատոմսը ունեմ առանձին իմ յութուբյան ալիքում վանիլ կրեմի։ Վանիլ կրեմից հետո պատրաստել եմ նաև հապալասով լցոն, որի պատրաստման ձևը նույնպես ունեմ իմ յութուբյան ալիքում։ Այսպիսի հատապտուղներով պատրաստված լցոնները շատ հարմար է տորթերի, մուֆիկների, այսպիսի բիսկվիտների և այլ խմորեղենների համար։ Հիմա ավելացնում եմ արդեն հապալասով լցոնը, ասեմ, որ նախապես արդեն ջեռոցը տաքացրել եմ մինչև 200 աստիճան, բայց թխելու եմ 180 աստիճան։ Թխելուց հետո ստանում ենք այսպիսի կարմրաթուր բիսկվիտ, մի փոքր շաքարի փոշի եմ ավելացնում ու դնում եմ մի փոքր հովանա։ Հովանալուց հետո ես այս փոսիկների մեջ ավելացրել եմ մի փոքր վանիլ կրեմ, ինձ մոտ մնացել էր, կարող եք ավելացնել, կարող եք ոչ։ Ձևավորել եմ մի փոքր ընկույզով, կտրատել եմ և ստացել եմ այսպիսի հրաշալի, ախորժալի բիսկվիտի կտորներ։ Նայեք, ինչպիսի գեղեցիկ տեսք ունի։ Այն շատ արագ է պատրաստվում և շատ հեշտ, բարի ախորժակ։